Բայց ես սա ազատ զրույցն է Free-News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Եվրոատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իհարկե այսօր իմ բոլորի ուշադրության կենտրոնում առանցքում Գյումրին է, բայց Գյումրին մի պահ թողնենք մի կողմ, իսկ եթե մի կողմ ենք թողնում, ապա վերջին շրջանի ամենատակ թեման հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրն է եւ զարգացումները այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ համաձայնագիրը ամբողջությամբ բոլոր կետերով համաձայնեցված է։ Ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Ակնհայտորեն երկու կողմերից առնվազն մեկը ամբողջությամբ պատրաստ չէր ամբողջությամբ համաձայնեցված պայմանագրին, ենթադրում եմ, որ եթե իրականությանը նայենք, ոնց որ ասում են, ուղիղ ճակատով երկու կողմերն էլ պատրաստ չէին, երկու հասարակություններն էլ։ Ուղղակի Ադրբեջանի դեպքում, քանի որ ժողովրդավարական մեխանիզմները բացակայում են, իր համար շատ ավելի դժվար է լինելու խաղաղության հաստատումը հրամցնել իր ժողովրդին, որովհետև ինքը նույնիսկ 20 թվականից հետո ամբողջությամբ վարում է ներքին քաղաքական այնպիսի մի քաղաքականություն կներեք կալամբուրի համար ուրիշ բառ չգիտեմ, որը ուղղված է հասարակությանը երբևիցե բաց չթողնել այդ կոնֆլիկտային իրավիճակից, այսինքն ինքը այդ թեժությունը պահում է։ Դա իրան անհրաժեշտ է բազմիցս ասել են, որպեսզի թե իշխանությունը կայունացնի, թե գումարների հաշվետվությունը չներկայացնի, թե սահմանները փակ պահի, թե մոբիլիզացիան չդադարեցնի, այսինքն թույլ չտա, որպեսզի բնակչության զգալի մասը զբաղվի կենցաղային հարցերով եւ կենցաղային հարցեր բարձրացնի, կենցաղային խնդիրներով կորանա, որովհետեւ միշտ կա մի իրավիճակ, որը Արմենի, հայերը հեսա, բան, մենք տենց ինչ-որ Արևմտյան Ադրբեջան, մենք դեռ չենք վերջացրել իմաստը, որն այս ամեն ինչի, որպեսզի ինքը կարողանա տենց ճակերտներով ձիգ իրականում շղթայապատած պահի հասարակությունը եւ այդ միևնույն ժամանակ բանան։ Սա ինչ հետ է սա կապված, բացառապես իհարկե իր սեփական հիմարությունը չի, ոչ է իր սեփական ցանկությունն է պահելու, այլ նաեւ տնտեսական ծանր վիճակն է, որում հայտնվել են բոլոր նավթի վաճառքի վրա նստած երկրները, երևի թե բացառությամբ Սաուդյան Արաբիայի Էմիրությունների, նրանց, որոնք այն բացի այն երկրներից, որոնք կամ ժողովրդավար են, կամ իրենց հասարակական կարգը, իրենց քաղաքակրթական եւ մշակութային աշխարհում համարվում է ժողովրդավար, հա, եկեք sense բան անենք, որպեսզի չստացվի։ Պարզավոր Սաուդյան Արաբիան Կանադայի նման ժողովրդավարություն չի, բայց Սաուդյան Արաբիան արաբական աշխարհի համար կրոնական մեծ նշանակություն եւ ազդեցություն ունեցող երկրների համար ինքը ժողովրդավար։ Իրենց մոտ ոնց որ թե բողոք չկա բնակչության, բողոք չկա, որովհետև մասնավորապես ռեսուրսների արդարացի վերաբաշխում է տեղի ունենում, նույն բանը Էմիրություններում է։ Քանի որ Ալիևը դա իրեն չի կարող թույլ տալ, զգալի մասը գնացել է օրինակ թուրքական էլիտաների կաշառելուն, օրինակ սեփական գրպանը Պուտինին կաշառելու, ռուսական էլիտաներին կաշառելու, շատ բաներ գնում է զենքի շատերս բան են կան Հայաստանում ընդունված է, չէ, հա Իսրայելից եկավ բան, ոչ մեկ չի տեսնում խորքային, ասենք, կարող է դա տասնապատիկ գումարներ են կամ զգալի մասը նավթի, դա գիտենք, որ ադրբեջանական նավթի զգալի մասը գնում է Իսրայել, ինչ գներով ավերահաշվարկը գնում եւ ասենք յուրաքանչյուր իսրայելական հրթիռի համար ինչ գումար է վճարում Ալիևը, ոչ մեկ չգիտի։ Այս ամբողջ հարցերը կգան ջրերս կբարձրանան այն պահից, երբ ինքը ասի, որ խաղաղություն է։ Փաստորեն ստացվում է, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Ադրբեջանը պատրաստ չէ ստորագրման։ Հաշվարկները, որոնք են բացի այդ ներքաղաքականից, հա, ներադրբեջանական իրավիճակից, հաշվարկները Միացյալ Նահանգների հետ են կապված, որ Թրամփը մեկուսացման քաղաքականություն կվարի, հարավային Կովկասում կառաջանա անվտանգության վակուում, լավ պայմաններ կստեղծվեն ճակերտների մեջ լեգիտիմ, որպեսզի ուժով հարց լուծվի։ Շատ հետաքրքիր հարց է, նախ ուզում եմ ուշադրություն դարձնել նաև ձեր, նաև կառավարության բանը, թե ԶԼՄ-ները եւ թե կառավարության անդամները չեն կարողանում կենտրոնանալ, ինչ ենք մենք կնքում, համաձայնագիր թե պայմանագիր։ Համաձայնագիր։ Եթե համաձայնագիրը սա լրիվ այլ պատմություն է, ինքը իրավական ուժով պայմանագրից ցածր է։
Համաձայնագիրը նույնիսկ կարող է չրատիֆիկացվել։ Չէ, եթե վավերացվում է ազգային ժողովը, եթե վավերացվում է պայմանագիր է։ Եկեք տերմինաբանությունը մի հատ հասկանանք, ԿՊ-ն մեզ ինչ ասում։ Հա չէ, բայց այդ պարագայում արդեն էական չի տարբերությունը համաձայնագիրը թե պայմանագիրը։ Էական է տարբերությունը, եթե նույնիսկ եթե վավերացվում է, էական է տարբերությունը, դա համաձայնագիր է թե պայմանագիր։ Լավ, անկախ թողենք համաձայնագիրը։ Հիմա վերադառնանք Տրամպին, հասկացա հարցի բովանդակությունը, ուղղակի ինչի համար ձեր ուշադրությունը դարձրեցի, ձեզ հնարավորություն կարող արձանագրի ԿՊ-ից մարդ լինի, ստեղ ինտեղը նստած աստված մի արած, ինտեղը չէ ուղղակի նույն տարածքում։ Իրանցից մի հատ հարցրեք էլ ի վերջո ինչ ենք մենք կնքում, համաձայնագիր թե պայմանագիր։ Հիմա ինչ վերաբերում է Տրամպի գալուն, ակնհայտորեն Ալիևը պատկանում էր քաղաքական գործիչների իշխանություն ունեցողների շարքին, ովքեր բեդովլատության բարձր մակարդակ ունեն եւ սպասում են Տրամպին։ Սպասեցին Տրամպին, Տրամպը եկավ։ Կա երկու բան, որը հաշվարկի չի ենթարկվում, Տրամպի տրամադրությունները եւ ի վերջո 60-րդ օրն է հեսա գալիս, ոնց որ թե, հա 50-րդ օրն է, որ Տրամպն է, 60-րդ օրն է, քանի որ Տրամպին ոչինչ չի հաջողվել, դա չի նշանակում, որ լինելու է վակուում։ Տեսեք, այս signal gate կոչվածը, որ սիգնալում նստել են իրանք են, որ մարդկա WhatsApp-ով է խոսում։ Մարդկա սիգնալով։ Մարդկա սիգնալով, դա սիգնալի իհարկե բան է։ Ինչ է ցույց տալի, եթե կարդում եք այդ դրանց խոսակցությունը, այնտեղ ինչ որ մի պահ կա, որ ասում պետք է առաջինին հարցնենք, այսինքն պետք է Տրամպին հարցնենք իրականում ինչ է։ Բայց քանի հիշենք, որ Տրամպը եկել էր, մենք խաղաղություն ենք հաստատում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև 24 ժամում, հետո են բանի պես Սասունց Դավիթի պես ասում է մեր ձեռն է 24 ժամը կսարքեն 24 օր, հետո 24 օրը 24 տարի, մարդ ես, հիմա ինչ ասես կարա 24 ամիս նկատի ունի, հիմա նույնիսկ հումոր է անում։ Սա նշանակում է, որ իր պլաները են, ինչ որ ինքը մտածում էր մեծ հաշվով, հա, թե տարիֆների քաղաքականությունը, թե Եվրոպայի ճնշումը, թե Գրենլանդիան, թե Կանադան, թե բանը չի աշխատում։ Սրա հետևանքը մենակ այն է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք գծվել են բեդովլատների կողմից, որ հեսա Տրամպը կգա մենք սենց կանենք, իրանք էլ պետք է վերանայվեն, որտեղ անձամբ Տրամպը սկսել է վերանայել իր քաղաքականությունը։ Սա ակնհայտորեն կառաջացնի այն վակումը մտավոր եւ դիվանագիտական, որը մենք հիմա տեսնում ենք Ադրբեջանի եւ Ամերիկայի հարաբերություններում, Ալիևը բավականին մեծ դիվանագիտական, ֆինանսական եւ ազդեցության ռեսուրս ծախսեց եւ մինչեւ հիմա ծախսում է, ինչին մենք ակտիվորեն հետևում ենք, որպեսզի գոնե Իսրայելի միջոցով մտնի ուղիղ հարաբերությունների մեջ Տրամպի ադմինիստրացիայի հետ, բայց քանի որ Իսրայելը ինքը իրենով բանա հաճախորդ է, կլիենտ է, ինքը չի բանանում, Տրամպի ադմինիստրացիային ինքը կարա որոշ բաներ խնդրի, բայց թելադրել նույնիսկ իր հարցով ամբողջը չի կարա թելադրի, ուր մնաց Ադրբեջանի հարցով թելադրի։ Հիմա դրա համար մնացել է ինչ-որ մի կանալ, այդ կանալը Իսրայելն է, Իսրայելի միջոցով, Իսրայելը հարցեր է լուծում, Թուրքիայում տեսնում ենք ինչ է կատարվում, երկրորդ կանալն չի աշխատում եւ տեսնում ենք նայում ենք Թուրքիայում ինչ է եւ ինչպես են դա մեկնաբանում թուրքական քաղաքական կամ վերլուծաբանները, տեսնում եք, որ Ադրբեջանը չկա այդ բանի մեջ, ուղղակի իրենց օրակարգում չկա, ներքին բարդություններ, Ամերիկայի հետ հարաբերությունները պարզ չեն, որովհետեւ Էրդողանը ամեն անգամ հայտարարում է, որ մենք հեսա F-35, F-47, F տարբեր մեծ թվեր, բա մենք թիզուկես ենք բան, բայց մենք հակառակն ենք տեսնում ենք, որ ինքը Եվրոպայից ճնշման տակ է, որ Ֆիդանը հանդիպում է Ռուբիոյի հետ, իսկ վերջնական բաների մեջ հիմնականում խոսակցությունը գնում է Սիրիայի մասին եւ ոչ միայն Ռուբիոն նաեւ խնդրում է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղություն։ Ողջունում է կայունությունը։ Առաջարկում է, որ Թուրքիան աջակցի։ Ռուբեն ոչ մեկ, մոռացեք, որ Տրամպի ադմինիստրացիան մեկին ինչ-որ մի բան կխնդրի։ Այն ասում է իրանք մեռնելուց են բժիշկին չեն խնդրի, որ կասեն Թուրքի։ Ասում են խնդրել, հա, չէ, դիվանագիտական լարու լեզվով ուրիշ է։ Ինչ է, ակնհայտ է, որ Ուկրաինան է, բայց Ուկրաինայի հարցը որն է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ սեպարատ այդ բանակցությունների ընթացքում փորձում են պայմանավորվել Սևծովի այդ
տարբեր ցորենի, Միջանցք, չգիտեմ ինչ բան է, պարզ առանց Թուրքիայի չես կարող պայմանավորվես։ Այդտեղ է հարցը, մեծ հաշվով, քանի որ Մոնտրեոյի դոկտրին կա եւ եթե 30 օրվա հրադադար կնքվի, ակնհայտորեն ես չեմ կասկածում, որ Ամերիկան կպահանջի, որ նավատորմերը երկու կողմերի չթողեն։ Ինչով ասա կարևոր, որովհետեւ Ուկրաինան 4 հատ ռազմական նավ ունի ստանալու Մեծ Բրիտանիայից եւ 2-ը Թուրքիայից, այսինքն 6, եւ ինքը դրանով ճնշող մեծամասնություն է ստանալու Սևծովում։ Այսինքն ակնհայտ է, որ Ռուբլյան նաեւ Մոնտրեոյի դոկտրինի այդ կտորը ասելու է չբացես։ Պարզացորեն կա, պարզա Ռուսաստանից ինչ-որ։ Դա Ուկրաինայի մասով մեզ ավելի շատ հիմա հետաքրքրում է Հարավային Կովկասում ընդհանրապես ողջունել են, որովհետև թե Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր մակարդակներով եւ թե Եվրոպայի մակարդակով ողջունվել է սահմանի բացում, նույնիսկ եթե դա հումանիտար բաներ է։ Ես ես ասեմ ուրիշ բան, օրինակ Հայաստանի եւ շատ հետաքրքիր է, որ Հալեպում միակ գործող դիվանագիտական ինստիտուտը շատ երկար դա հայկական հպատոսարանն է։ Եվ երկրորդը, որը բացվել է, դա Թուրքիան է։ Եվ քանի որ դիվանագիտության մեջ ընդունված է, որ բացում ես, պետք է հանդիպես դիվանագիտական կորպուսի հետ, մի հատ Սվազիլենդերներ իրանց կհանդիպեին, կարող է Հայաստանին չկանչեն, բայց քանի որ մենակ Հայաստանն է ամբողջ Հալեպում ներկայացված, թե հանդիպել են ու մնացել են երկու հոգով, այն որ ասում են իհարկե իրար ատելով ատում են, աչքով աչք չունեն, բայց այս ջունգլիներում, որ իրանք հայտնվել են, ստիպված պետք է շփվեն։ Հա, լավ, տեսեք, մենք խոսելով Հարավային Կովկասի մասին եւ Ադրբեջանի հաշվարկների հնարավոր տարբերակներից մեկը այն էր, որ Միացյալ Նահանգները Թրամփը եկավ եւ մեկուսացնելու եւ 20 թվականի նույն պատմությունը։ Բայց այստեղ կարևորը ոչ միայն Ռուբիոյի եւ Ֆիդանի հանդիպումը, այլև Ռուբիո եւ Հայաստանի վարչապետ հեռախոսազրույցը, նրա շեշտադրումը, որ քննարկել են համատեղ շահերը որպես ռազմավարական գործընկերներ, երբ որ Միացյալ Նահանգների համար անընդունելի է ցանկացած տեսակի էսկալացիա Հայաստանի Հարավային Կովկասում։ Ճիշտ է։ Սա արդյոք, եթե կոպիտ ասեմ, սառը ջուր է Ալիևի հավանական հաշվարկի վրա էսկալացիայի։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, մենք հասանք Ռուբիո-Փաշինյան հեռախոսազրույցին եւ շեշտադրումներին։ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականության եւ խաղաղության հեռանկարի համատեքստում։ Այդ ամենասկզբից, որ սկսեցինք հաղորդումը, ես ասացի, որ այդ հաշվարկները սխալ են։ Ինչ են, եթե ամեն ինչ լիներ ըստ պլանավորածի Տրամփի ի սկզբանե, միգուցե այդ հարցը կարելի լիներ լուծել ըստ Ալիևի նախագծած, որովհետև այդ պարագայում ոնց որ հա Տրամփի իմաստը Ուկրաինայի պատերազմի ավարտելու է նա, որ ինքը իրականում մեկուսացվի եւ զբաղվի նրանով, ինչը իր կարծիքով ինքը լավ է անում տնտեսական դիլերով գործարքներով։ Բարձր դա չկա։ Հետևաբար բոլոր մնացած պլանները խախտվել է նաեւ Ալիևի, նաեւ Իվանիշվիլի, որտեղ Իվանիշվիլի վրա էլ պատժամիջոցներ, բաներ ասենք, սա էլ չկարողացավ պատասխանել։ Նաեւ Օրբանն է ստիպված հիմա գնում եվրոպական ուղով ավելի շատ քան սպան, որտեղ ասենք ինքը տեսնում է, որ Եվրոպան ամեն ինչ անում է, որ իրեն տապալեն, իսկ Ամերիկան իրեն չի օգնում, ու չի էլ կարող օգնի մեծ հաշվով, հա։ Բացի դրանից Տրամփի քաղաքականությունը հակաեվրոպական մասկի բանի ուժերով այդ ալտերնատիվ Գերմանիայի համար բանկուսակցությունը ինքը չկարողացավ ապահովել, որպեսզի այդ կուսակցությունը գոնե ինչ-որ կարևոր դեր զբաղեցնի։ Շատ են այս բաց թողումները։ Ամեն դեպքում Ռուբիոյի խոսքը, հայտարարությունը եւ այդ հայտարարությունների մասին հաղորդագրությունը դրան եմ գալիս։ Զորեղ ազդակ է Ադրբեջանը։ Զորեղ ազդակ, սենց ասեմ, եթե վերցնենք ինչ-որ չափանիշ, որը մենք տեսել ենք 4 տարվա մեջ, այո, Ռուբիոն մոտավորապես 0.5 Բլինկենը։ Մեծ հաշվով։ 0.5, այսինքն կես։ Հա, կես Բլինկենի չափ է իր ազդեցությունը, որտեղ Բլինկենի հետևը կանգնած էր գաղափարախոսություն եւ բոլորը գիտեին թե կանխատեսելիություն, իսկ ստեղ մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով ոչ մեկի ասածը բացի նույնիսկ Տրամփի ասածը կարծել, որ տեսեք դեմոկրատները ավելի փափուկ էին, ավելի այսպես երկարատև, թեթև փափուկ ուժով ազդելու, իսկ Տրամփի մոտ այդպես չէ, Տրամփի մոտ ինչ, Տրամփի մոտ ինչ։
Դե ասում են ավելի խոսում։ Տարիֆները տեսեք Կանադայի վրա, Եվրամիության վրա տարիֆները տեսեք։ 50% մտնում հետ են բարի։ Ռուբիոյի ասած այնքան էլ զորեղազդակ չի։ Չէ, ում համար, Ալիևի համար, դե ասում եմ, Ալիևի համար էդ էլ է հերիք, բանը շատ է։ Բայց երկարաժամկետ, կանխատեսելիորեն երկարաժամկետ, որի վրա հնարավոր լինի կառուցել, ասենք 6, 7, 10 տարվա քաղաքականություն, դա դեռ բավարար չի։ Դե եթե ասում եք, օրինակ, շատ է, Ալիևը դրանից բացարձակ չի ազդվում, հիմա նորից գնացել է Արցախ, հայկական, ինքը պրշտում է, շարունակում է, բան է անում, 907 կա, բան կա, հələ սպասեք, Էրդողանը օրինակ շատ ուրախ է, որ այդ թուրքական լոբինգից առնվազն 2 հոգի հիմա ներգրաված են Տրամպի կաբինետում, օքեյ, Ռուբիոն ասում է, ինչ որ պետական դեպարտամենտի փաստաթղթերով կա, մենք կնքել ենք ռազմավարական 907-ացիք 60 կոնգրեսական դիմել են 450-ից 450-ից դե հիմա էտա ինչ կա էտա ուրիշ բան չեն կացում հիշեցնեմ որ ժամանակին հայկական կոկուսը 160 հոգի էր մենք խնդիր ունենք այդտեղ լուծելու լուրջ այստեղ մի ուրիշ բան էլ կա կոչը Միացյալ Նահանգները լինի թե այլ երկրներ լինի, ընդ որում երկրներ, որոնք որ այստեղ ներգրավված են կամ երկրներ, որոնք որ այս տարածաշրջանում առանձնապես առողջություններ չունեն, ելի կողմերին կոչ են անում արագ ստորագրել խաղաղության համաձայն։ Կողմերին։ Էլի չեք նկատում են հավասարության նշանը, որը այն ժամանակ էլ այդ հավասարության նշանը կար, որը վերջո բերեց հարցրեց Ադրբեջանի կողմից այդ վարկագծին։ Դե ծեծված բան կա, չէ՞, որ ասում են տանգոյի համար 2 հոգի է պետք։ Հիմա պարզա, չէ՞, որ չեն կանգնելու ասեն Ադրբեջան դիր ստորագրի, որովհետև այդ պարագայում եթե Ադրբեջանը ասեց, չէ, հաջորդը պետք է չափալախն լինի։ Ասենք ոնց եք պատկերացնում, չգիտեմ, չնայած օրինակ Շվեյցարիան շաբաթը մեկ ապտակում է, ասում է հիմա էլ Ադրբեջանը ու Արցախը պետք է նստեն իմ մոտ խնդիրը եվրոպական երկրների, Եվրոպարլամենտի որոշումները, եվրոպական այդ հանձնաժողովների որոշումները, բաները լրիվ պրոհայկական են։ Հիմա այդ ամբողջը որ թողենք մի կողմ, հա, դե ասենք Այն չենք նայում, այն նայում ենք, չէ։ Դե հիմա Ալիևն էլ ասում է, որ պրոհայկական են, հիմա ժանրի օրենքները պարտադում են, որ Ալիևը ոնց որ Բայդենին էր քննադատում, հիմա էլ Թրամփին պիտի սկսի քննադատել։ Հա, որտեղ արդեն քննադատում է։ Ասի Թրամփները որտեղ բանի Ամերիկայի կառավարության այդ կրոնական ազատությունների հանձնաժողովը էլի բանը արի, ասել է եղբայր, կոմոդ ոնց որ ինչ-որ բան են չի։ Այն էլ մի անգամից սկսել է գորգրալ։ Պարզա իրանք նույնիսկ Էրդողանի վրա են սկսում գորգրալ, Էրդողանի ագրեսիոնը ստիպված ասել է, որ դուք սուտ եք խոսում այդ սահմանի բացման։ Դուք հասկանում եք այդ բոլորից տեղն է։ Իրանի գործոնը ինչ նշանակություն, ինչ կարևորություն ունի։ Թրամփի նամակին վերջապես Իրանը արդեն պատասխանեց, հա։ Թրամփը պատասխանեց, ես շատ հետաքրքիր բան եմ։ Այստեղ երկու տարբերակներ պիտի քննարկվի, ինչ կլինի, եթե եւ ինչ կլինի, եթե չէ։ Հա։ Բայց մինչեւ այդ ես ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, Թրամփի ադմինիստրացիայի կողմից Ռուբիոն խոսեց բանի հետ, Փաշինյանի հետ։ Ցենտրա։ Անմիջապես դրանից հետո ԱՄՆ դեսպանը Կրիստինա Քրիստինը գնաց Սյունիք։ Գնաց Սյունիք, բայց Սյունիքի ճանապարհին ինքը երկու տեղ մտավ, ինքը մտավ Արարատի գործարան եւ այդ Գրեսա, այսպես ասած, Որոտան, որտեղ որ ամենամեծ, ամենախոշոր ամերիկյան ներդրումներն են Եվ դրանով հանդերձ ինքը ամերիկյան ադմինիստրացիայի մեսիջներ, որ այս Հայաստանում ներդրումներն են, մենք օքեյ ենք Հայաստանի հետ, որտեվ էս կա։ Հիմա Իրանը ամբողջ արևմտյան քաղաքակրթությունը, ինչպես միշտ, այդ 42-ից 56 կիլոմետր լայնքով Սյունիքի վրա է կենտրոնացած։ Ինչպես նաև այդ Սյունիքը դա ճանապարհն է դեպի հնդիրանական քաղաքակրթություն։ Թրամփը Իրանին չի հարվածել։ Բազմիցս ասել եմ, ելի եմ ասել, որտեվ որքան էլ որ դուք համարեք, որ դա ձեռ է տալիս, իրականում Իսրայելին այդքան էլ ձեռ չի տալիս, հիմա կասեմ ինչու։ Բոլոր հաշվարկները եւ վերջի 25 տարվա ռազմական օպերացիաների պատմությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, պարզա նույնիսկ
սիգնալով անծանոթ իդեպ սիգնալ ունեք կարող է ձեզ մի օր կանչեն ուշադիր եղեք հետո կիսվեք ինչ են ասում որովհետեւ սխասա լրագրողներին գաղտնի բանին կանչելու շատ խնդալու է նույնիսկ այդ պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց որ Պենտագոնը չի ամբողջությամբ վերածվել երրորդ դասարանի էլի այնտեղ մարդիկ հաշվում են հասկանում պետք է լինի ցամաքային օպերացիա իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ի շնորհիվ Տրամպի, Մասկի, Տալիի եւ այլ բոլոր մնացած այդ բաց թողումների մնացել են մենակ։ Հութիներին հարվածները Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացնում են մենակ ինչի մասին այդ չաթում սիգնալի խոսում են, բայց իրանք քանի որ մի փոքր վեդովլատ են, իրանք սխալ են շեշտադրում անում։ Ոչ թե դուք խփում եք մենակ, որտեվ մենակ դուք կարաք, այլ դուք խփում եք մենակ, որտեվ սաղից տեղն եք հասցրել ու ոչ մեկ էլ ձեր կողքը չի ուզում կանգնի։ Որովհետև նախորդ օպերացիան, որը եղել էր Բայդենի ժամանակ, 6 թե 7 երկիր միացավ, այսինքն Ֆրանսիան էր նավատորմից մի մաս ուղարկի, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, բոլորը, նույնիսկ Հնդկաստանն էր։ Իրանի գործոնին վերադառնանք։ Իրանի գործոնը առանձին գոյություն չունի։ Հա, Իրանի գործոնը կապված է նրանի հետ, որ իրանք ինչ են հայտարարում, իրանք ասում են, թե այս հութիների մեջ կետևը կանգնած է Իրանը, այս բեդովլատներն են ասում։ Հաջորդ քայլը ինչ, ապա գնաս Իրանին խփես, Իրանին խփելու ցանկություն իրանք կարող ունեն, բայց Իրանին խփելու հետևում պետքա կանգնած լինի ցամաքային զորքի մուտքը, որովհետև Իրանը իրան խփելու պարագայում կարող ընդհանրապես ոչնչացնի նավթի արտահանումը Պարսից ծոցից դեպի Եվրոպա, դեպի ամբողջ աշխարհ։ Դա ավտոմատ նշանակում է ահռելի կրիզիս։ Այստեղ Եվրոպան ինչ դերակատարություն կարող է ունենալ։ Եվրոպան Միացյալ Նահանգներ, Իրան այս զարգացումների մեջ ինչպես եւ ցանկացած բան իմաց մարդ հանգիստ նստած ծիծաղում է, որովհետեւ Տրամպի ադմինիստրացիան ինքը իրեն գցում օթակարտի մեջ։ Չէ, դե ես ինչ նկատի ունեմ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ հարաբերություններում Ուկրաինայի հարցով կարծես Եվրոպային փորձում է հեռու մղել լավ գործընթացից։ Լավ։ Եթե նույն տրամաբանությամբ էլ պիտի փորձի Իրանի հետ այդ բաներում անել։ Եվ այստեղ Եվրոպան ինչ պիտի անի, այսինքն փորձի ինչ որ քայլ անել Ադրբեջանով, թե չէ, ինչի համար։ Հանգիստ նստի։ Չէ, Եվրոպան խնդիր չունի։ Տեսեք, Եվրոպան սահմանափակ բաներ ունի, խնդիրներ ունի Իրանի հետ, շատ հաշվարկելի, շատ սահմանափակ, եւ Եվրոպայի համար Իրանը էգզիստենցիալ վտանգ չի ու Եվրոպայի ոչ մի դաշնակցի համար, որտեղ տարածաշրջանում Եվրոպան մեկ դաշնակից ունի, դա Հայաստանն է, Իրանը ընդհանրապես վտանգ չի։ Ուրիշ հարցը Ամերիկան, որտեղ Ամերիկան հայտարարում է, որ ամբողջ աշխարհում ինքը Իսրայելից բացի ոչ մի դաշնակից չունի, ու իր համար, իր դաշնակցի համար, իրանց մղջավանձային երազներում, ոչ թե իրականության մեջ, Իրանը իրանց ամենամեծ վտանգն է, բայց իրականում դա վտանգ չի, դա ուղղակի այն հնարավորությունն է Նետանյահուի համար մեծ գումարներ մսխել, ասելով, որ ես պատրաստվում եմ, ոնց որ Հայաստանը Չինաստանի վրա հարձակվի, մոտավորապես նույն բանն է։ Կամ մենք սաղքյանք նստենք, ասենք, այ Հարավային Կորեան մեր Հուսեյնը չէ, մեր թշնամին եկեք պատրաստվենք։ Այս հատվածը փորձենք ամփոփել։ Այս ամեն ինչով հանդերձ համաձայնագրի համաձայնեցումից հետո այս զարգացումները Միացյալ Նահանգներ, Ռուբիո, Թուրքիա, Իրան եւ այլն եւ այլն։ Իրավիճակն ինչպիսին է, էսկալացիայի հեռանկար ավելի շատ կա, թե ավելի շատ չկա։ Հայաստանում հայ-ադրբեջանական հետաքրքիր հարց եք տալիս։ Տեսեք, հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի բացակայությունը ամբողջությամբ կախված է նրանից, որ ադմինիստրացիան Տրամպի չի ուզում նոր պատերազմ, որովհետև ինքը եկել է խաղաղության որպես աղավնի եւ ուզում է, որ խաղաղություն լինի։ Իրականում ուզում է։ Ինքը ուղղակի իր կերպը պատկերացնում։ Պրոբլեմը տեսեք որն է, ոչ թե նրան, որ ինքը չի ուզում կամ ինչ, ինքը այնց է պատկերացնում, որը այս քաղաքակրթական մշակութային էկումենիկ, ասենց հելենիստական մշակույթի մեջ իր պատկերացրածը կապ չունի իրականության հետ։ Ստեղ էթնիկ հիմքերը ահավոր ուժեղ են։ Ամերիկայի համար էթնիկ հիմքեր գոյություն չունեն։ Իրանք տենց շուտ դիլ, բան, հաշվարկ, մաշվարկ, փող, բան, ճանապարհ, սենց եկեք սենց բան, էս երկաթ գիծն են ստան։ Էդի տենց չի, էդի էթնիկ է, էդի 1000 տարվա պատմություն ունի։ Իմ համար ավարեր ճակատամարտը 3 չառաջորներ։ Տեցի շուր բաներ են, էլի։
Եվ փաստացի, երբ որ գալիս ես դու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր սրացումներին, այդ էսկալացիայի բացակայությունը կապված է առաջի հերթին նրա հետ, որ Ադրբեջանը չստանա աջակցություն, հիմնականում Թուրքիայից, երկրորդը Պակիստանից, երրորդը Ռուսաստանից, ինչը հնարավոր չէ, այսինքն մենք գլխից պետք է իմանանք, որ Ռուսաստանը Ադրբեջանի կողքին է, եւ գլխից պետք է իմանանք, որ օրինակ հիմա ջերմուկում ուզում են Սիրիուս բացեն, դա լինելու է Գերեոյի դպրոց, որը ադրբեջանական հարձակման ժամանակ ջերմուկը ապականելու է, որպեսզի հայկական զորքերին վնաս տա։ Ես բաց հայտարարում եմ, ոչ մեկի մտքով չանցնի, որ ջերմուկում ստեղծվող ռուսական դպրոցը դա ինչ-որ մի դրական բան է։ Ռուսաստանի անձնագրով մարդ Սյունիքում պետք է 24 ժամից ավել չմնա։ Մի հյուրանոցում կան մնան, հելն գնան, որովհետև ցանկացածը Գերեոյի կամ ՖՍԲ-ի գործակալ է, գոյություն չունի ուրիշ բան։ Էս է մեր բանը։ Վտանգը գալիս է Ռուսաստանից, որը չի ուզում, որ Հայաստանը ստանա կայուն զարգացում Հայաստանի կապված է եվրոպական ինտեգրումից, Եվրատլանտյան ինտեգրումից, Թուրքիայի սահմանի բացումից։ Թուրքիայի սահմանի բացելը իրանք սահմանափակում են Ադրբեջանի չստորագրելով, որտեղ այդ կանոնը կա, հա, իրանք ազդեցությունն է։ Իսկ եվրոպական ինտեգրացիան չեն կարողանում, դրա համար է Ալիևը ասում բանի դիտորդական առաքելությունը անեք։ Եվրոպական ինտեգրացիային մեկ-երկու հարցեր ու ավարտենք, չնայած ժամանակը սպառվել է։ Եվրամիության անդամացելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունում եւ ըստ այդմ Օվերչուկ երկու աթոռի մասին պատմություն։ Դե Օվերչուկի գաբարիտը նենց է, որ ինքը երկու աթոռից բացի ուրիշ տեղ չի կարա նստի։ Ինքը ասում է չի կարելի երկու աթոռի վրա։ Դե ասենք ընկեր ջան, ինքը երկու աթոռի է սաղ կյանք նստա։ Չէ, իրականում ասեմ, Օվերչուկը դա բան է։ Մեսիջ է, չի կարելի երկու աթոռի նստել, բայց այդ մեսիջը մեզ չի, ձեզ չի։ Նույնիսկ երևի թե կարող է Փաշինյանին անձամբ, հա, բայց հիմնականում այն քրեա օլիգարխիկ կամ ինչպես ես եմ ասում, մեգա դախլչիների ողմակն է Հայաստանի, որը ամբողջությամբ նստած է ռուսական ասեղի վրա, ովքեր չեն պատկերացնում իրենց բիզնեսը ընդեղ է, իրենց կապերը ընդեղ են, իրենց տենց ավելի հարմար է գործանում, թքած ունեն Հայաստանը անկախ կլինի թե չէ, ու իրենց համար մեծ հաշվով ոնց ասեմ, թքած նաև դա Ռուսաստանն է թե Թուրքիան է, իրենց ուղղակի տենց վեկտորը շատ հեշտ է փոխվում, ուղղակի կարևորը Եվրոպան չլինի, ոչ մի համակարգ, որտեղ օրենքի գերակայություն է, որտեղ կաշխարկ չկա, որտեղ աշխատողի իրավունքները պաշտպանված է, որտեղ դու պետք է մուծես այնքան հարկ եւ այն չափով, որը քեզ հասանելի է օրենքով, ոչ թե կրուտի տնես, տանես օֆշորում Rolls-Royce առնես ու հետո ընկնես քաղաքը քշես, դու իրականում պետք է լինես այդ քաղաքացի առաջի հերթին, հետո նոր մեգա դախլչի։ Իսկ օրենքի ընդունումը օրենքի ընդունումը դա ոնց ասեմ իշխող կուսակցության կողմից ընդունումն է այն փաստի, որ իրանց ռազմավարությունը 21-26 եւ հասարակությունը տարբեր վեկտորներով են։ Իրանց ռազմավարության մեջ գրած է, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ն եւ հապկն իրանց ժամանակները այդ ժամանակները անցել են իրանց ձեռնա, թո փոխեին։ Դրանից հետո ջրեր են հոսել, դրանից հետո հայտարարություններ են։ Հետո ինչ պատմության գրքում մնալու է այդ իրանք 21-ից 26 մինչև հիմա։ Ես ես բարձ երկու արկենա, բարձ օրինակ բերեմ։ Չեմ հիշում ով իշխանությունից, բայց Բարձրաստիճան, ասելա բացի գիտեք ինչ կա հիմա, տեսեք ինչ լուրջ ձեռք բերում, մենք հապկի անդամ ենք, բայց արևմտյան զենք ենք ձեռք բերում։ Այդ Տաջիկստանն էլ է ձեռք բերում։ Հələ Ղազախստանը մեզնից 10 անգամ ավել է ձեռք բերում։ Իրանք ուղարկում են ՆԱՏՕ-ի կանոններով իրանց սպեցնազը պարապացնել, իսկ մենք Հնդկաստան։ Տարբերությունը գիտեք որն է։ Միացյալ Նահանգների հետ զորավարժությունը։ Ոչ, Միացյալ Նահանգների հետ զորավարժությունը չի։ Իրանք չեն ուղարկում մեր հատուկ ջոկատայիններին, օրինակ Ֆրանսիայի ալպիական զորքերուն վերապատրաստվելու չեն կարողանում, բայց ուղարկում են Հնդկաստան։ Ինչու՞։ Հերթով։ Ուր է այդ հերթը, վերջը ով է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, չվախեք։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, կհանդիպենք։